Ընդհանուր Աստվածաշունչը այս գրքի հեղինակը հենց Աստված է։ Գործավարը Սուրբ Հոգին է։ Իսկ մարդը որպես գործիք գրել է։ Ինքը բաղկացած է 66 գրքերից։ Ունի 40 գրողներ, հեղինակներ, մարդիկ, որոնք գրել են։ Որոշները գրել են մի գիրք, որոշները մի քանի գիրք, ու այդ 40 գրողների կողմից ստացվել է 66 գիրք։ Ու այս գիրքը շատ են փորձել վառել դարաշարունակ, փորձել են ճղել, թափել, մի խոսքով, որ անհետանա այս գիրքը, բայց փառք Աստծո, այսօր այս գիրքը, այս խոսքը մենք կարդում ենք, ունենք այն։ Շատ մարդիկ իրանց կյանքի գնով կյանք են դրել, որ այս գիրքը մեզ հասնի։ Շատ մարդիկ չարչարվել են, տպել են, շատ մարդիկ այլ գործողություններ են արել, որ այս խոսքը հասնի մեզ։ Ու փառք Տիրոջը, Պողոս առաքյալը մի խոսք էր ասում ես կապված եմ, բայց Աստծո խոսքը ոչ։ Ինչքան է մենք տկար եղնենք, կապված եղնենք, չգիտեմ, բայց Աստծո խոսքը ոչ ոք չի կարող կապել։ Ոչ ոք չի կարող Աստծո խոսքը կապել։ Ինքը ունի ընդարձակվելու մեծ մասշտաբով տարածվելու հնարավորություններ։ Հիմա լսել եք դուք շատերից, որ ասում են, դե դա մարդն է գրել, ինչ իմանանք, որ դա Աստվածա գրել կամ ինչ-որ ճիշտ է, մարդ են գրել, կարանք մենք պատասխանենք իրանց հարցին, որ սրան գրել են մարդիկ, ովքեր տարբեր ժամանակաշրջաններում են գրել, ովքեր ստացել են Սուրբ Հոգուց, Աստծուց ստացել են Սուրբ Հոգու միջոցով ու գրել են այս գիրքը ու հասել է մեզ այսօրը սա։ Սա չի կարող մարդը գրել այս գիրքը, սա գրքերի գիրքն է, սա Աստվածաշունչ է։ Ես մի գիրք էլ չեմ կարող համարեմ իրան, այլ կհամարեմ Աստվածաշունչ գրքերի գիրք, որովհետև, չգիտեմ, սա մեծ արժեք ունի իր մեջ։ Շատ մեծ արժեքավոր է սա Աստծո խոսքն է։ Անգամ Աստված ասում է, ես իմ խոսքը վերդասեցի ամեն անունից։ Սա ճշմարտություն է այս խոսքը։ Մենք ուսումնասիրենք, կտեսնենք Աստծո խոսքը ինչ է տալիս մեզ։ Եկեք բացենք 2 Պետրոս, որովհետև ոչ մի մարգարություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ նշնչվելով Սուրբ Հոգուց, Սուրբ մարդիկ արժանի եղան Աստծո կողմից խոսելու։ Ամեն։ Սա հենց վառապացուցա, որ այստեղ անմիջական կապ ունեցել Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին է մարդկանց սրտում գործել, որ իրան գրեն այդ գիրքը։ Մարդիկ ուղղակի որպես գործիք են եղել, որպես ծառայողներ ծառայել են, իր գործն են արել, որպես գործիք, բայց ընդհանուր հեղինակը նորից եմ ասում, Աստված է, գործավարը Սուրբ Հոգին է եւ մարդը որպես գործիք գրել այս ամենը։ 30 տարի հնարավոր է մարդը գա եկեղեցի ու գնա, բայց հոգևոր աճ չունենա ինքը։ Պետրոս առաքյալը նմանապես իր խոսքի մեջ ասում է, նորածին մանուկների պես ցանկացեք բանական անխարդախ Աստծո կաթին։ Այսինքն խոսքին, այս խոսքին ցանկացեք։ Որովհետև այս խոսքը կյանքեր է փոխում։ Այս խոսքը կարա քո ամբողջ կյանքը փոխի։ Կարա մաքրի, սրբի քեզ, սրբագործի քեզ։ Դրա համար ժողովուրդ ջան շատ կարևոր է, երբ որ դու առանձին քո տանն ես եղնում, որ դու անցկացնես ժամանակ Աստծո խոսքի սերտողության, որովհետև սա շատ կարևոր մաս ու բաժին է։ Երբ որ դու գալիս ես Կիրակի օր եկեղեցի, գնում ես նորից գալիս ես, գնում ես ու չունես քո անհատական սերտողությունը Աստծո խոսքի շուրջ, դու չես կարող հոգևոր աճ ունենալ։ Դա Աստծո խոսքն է ասում, դա ես չեմ ասում։ Հոգևոր աճ երբեք չես ունենա, կգաս, կգնաս, բայց նույն տեղում կմնաս։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ցանկանանք Աստծո խոսքը սերտել, կարդալ։ Սատանան ինչ է ուզում, որ մեզ հեռացնի Աստծո խոսքից, կտրի մեզ Աստծո խոսքից, որ մենք չկարդանք, չլուսավորվենք, մեր կյանքը չօրհնվի։ Բայց Աստված ցանկանում է, որ մենք իր խոսքը կարդանք։ Նորածին երեխաները ինչ են ցանկանում։ Առաջի բանը, որ ցանկանում են, կաթը, որ շուտ խմեն, կաթը, որ ուզում են, լացում են,
որ այդ մայրական կաթը խմեն։ Սա է մեր խոսքն է մեր այս Աստծուց տվածը, մեր Հայր Աստծուց թողածը, շատ կարևոր նյութեր կան, շատ կարևոր ստեղ համարներ կան, որ կարող ես դու օգտվել ու հոգևոր աճ ունենաս։ Ամեն։ Ես հիմա ուզում եմ խոսամ Աստծու խոսքի հատկությունների մասին։ Առաջի հատկությունը Աստծու խոսքի, որը մաքուր խոսք է։ Սաղմոս 119 140 Քո խոսքը շատ մաքրված է եւ քո ծառան սիրում է նրան։ Ամեն։ Մենք գիտենք, որ երբ որ ոսկին վառում ես, կրակով վառում ես, ինքը ավելի է մաքրվում։ Մենք եւ գիտենք Աստծու խոսքից, որ Աստծու խոսք ասվում է, որ ասված մաշող կրակ է, ամեն։ Եթե ասված մաշող կրակ է, ուրեմն իր խոսքը կրակով անցել է արդեն, ուրեմն մաքրված է։ Աստծո խոսքը շատ մաքրված է եւ քո ծառան սիրում է նրան։ Հատկություններից մեկը, որ ինքը մաքուր է եւ ինքը մաքրել գիտի, կարողանում է մաքրել քեզ։ Մենք երբեմն օրվա ընթացքում կեղտոտվում ենք ձեռք կամ մի այլ գնում ենք ձեռքերը լվանում ենք ջրի տակ եւ ջուրը մեզ մաքրում է, մաքրագործում է։ Նմանապես մեր հոգու ախտերից, կեղտերից Աստծո խոսքը մաքրում է։ Ինքը մաքրելու հատկություն ունի, սիրելի ժողովուրդ ջան։ Երկրորդը, որ հավերժ մնացող խոսք է։ Սաղմոս 119:89 խոսք։ Քո խոսքը ով Տեր, քո խոսքը հավիտյան հաստատ է երկնքում։ Մեկ այլ տեղ լսել եք, որ ասում է երկինք ու երկիր կանցնի, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Ինչ է նշանակում սա։ Ես հասկանում եմ այսպես. կատարվել են, կատարվում է եւ կկատարվի Աստծո խոսքը։ Ինքը հավիտենական խոսք է։ Երբ որ Հիսուսը աշակերտներին ասեց, ոմանց ասավ, դուք գալիս եք կերակուրի համար ինձ մոտ, շատերը թողեցին, գնացին, եւ Պետրոսին էլ ասավ, դու էլ ես ուզում գնաս։ Պետրոսը մի կարևոր բան ասավ. Տեր, ուր գնամ քեզանից, որովհետեւ հավիտենական կյանքի խոսքեր ունես, ամեն։ Ուր գնանք մենք Աստծուց, որ սենց խոսքեր ա մեզ տվել։ Այս խոսքերը, որ մեզ թողել է, որ մեզ կյանքի առաջնորդում, ամեն։ Եվ երրորդը, որ լուսավոր խոսք է Աստծո խոսքը։ Սաղմոս 119:105 Քո խոսքը ճրագ է իմ ոտներին եւ լույս իմ ճանապարհին։ Մի քիչ առաջ Գանեքուրը երգում էին այդ երգը, երգչախումբը երգում էր այդ երգը։ Ինչքան լավ է, չէ՞, որ քո խոսքը, այսինքն լույս է մեր ճանապարհներին։ Պատկերացրեք, մեքենան գնում է գիշերը։ Մենք գիտենք, մեքենակշողներն ավելի լավ կհասկանան ինձ։ Երկու լույս ունի մեքենան, ասենք, երկու լույսեր։ Ու պատկերացրեք, դեռ հեռվից նայում ես, մի մեքենա է գալիս, բայց մի լույսով է գալիս։ Ինչքան վտանգավոր է այդ մեքենան, որ մեկ լույսը ունի։ Դու չգիտես այդ մեքենան որ կողմն է, այս կողմն է, ձախ կողմն է, այս կողմն է, ու վտանգավոր է դա վարորդի համար։ Մենք էլ երբ որ մենք չենք կարդում Աստծո խոսքը, մատների արանքով ենք նայում, մենք էլ ենք վտանգավոր, հավատացեք սիրելիներս։ Մենք պետք է այս խոսքը ուտենք, այս խոսքը սնվենք, թաթախվենք այս խոսքի մեջ, որովհետև սա Աստծո խոսքն է։ Եվ այն ժամանակ մենք արդեն կարող ենք Աստծո խոսքով մեր քույրերին, եղբայրներին քաջալերել, իրանց կյանքն է լուսավորել, խոսալ իր Աստծո խոսքը ու իրանց կյանքերի մեջ գա այդ լույսը, ամեն։ Երկրորդ Կորինթացիս 4:4 խոսքը, որոնցում այս աշխարհի Աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագե նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Տեսեք, ստեղ Աստված գրած է փոքրատառով, սա սատանային է վերաբերվում, որ սատանան կուրացրեց շատ մարդկանց, այն անհավատներին, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը, լույսը չծագի մարդկանց կյանքերում։ Սատանան կուրացնելու բնավորություն ունի, բայց մեր Տերը լուսավորելու, ամեն։
Տերն ուզում է լուսավորվի ամեն մարդ, որ մթության մեջ է, ով մեղքի մեջ է, Տերն ուզում է որ գա իրան, որովհետև ինքը լույս է, իր խոսքը լույս է ու լուսավորել գիտի, ամեն։ Չորրորդ հատկությունը պտղաբեր է։ Եսայա 55:10-11-ը։ Որովհետև ինչպես որ իջնում է անձրևը եւ ձյունը երկնքից եւ ետ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նրան արգասավոր է անում եւ բողբոջեցնում է նրան եւ տալիս է սերմ սերմացանին եւ հաց ուտողին, այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը եւ հաջողեմ նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Ամեն։ Դու կարող եք այսօր ինչ-որ մեկին Աստծո խոսք խոսալ, դա պարտադիր չէ հենց այդ պահին այդ մարդը, տեսնեք պտուղը տված արդեն այդ մարդը ապաշխարեց, այդ մարդը դարձի եկավ։ Դու կարող ես այսօր խոսաս, բայց մի քանի օր հետո պտուղ տա։ Մեկը ջրի, ինչ-որ մեկը եւ Աստված աճեցնի, ամեն։ Մենք պետք է խոսանք Աստծո խոսքը, որովհետեւ Աստծո խոսքը ինքը պտղաբեր է, ժողովուրդ ջան։ Մարդկանց կյանքեր է փոխում։ Ծառին նայում ես պտուղները, տեսնում ես ինչ պտուղներ են տալիս, չէ, ժամանակին։ Աստծո խոսքն էլ իր ժամանակին այդ պտուղներն է տալիս։ Դրա համար մենք պետք է խոսանք Աստծո խոսքը, ամեն։ Ձյունը կամ անձրևը ով կարող արգելի, որ չգա երկրի վրա ու ոռոգի։ Ով կարող է արգելի։ Ոչ ոք։ Աստծուն ոչ ոք չի կարող արգելել այդ խոսքը, որ պտուղ տա։ Մարդկանց կյանքերում այդ խոսքը պտուղ կտա միանշանակ։ 5-րդը, որ Աստծո զորությունն է փրկվողներիս։ Հռոմեացիս 1:16 խոսք։ Եվ ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար։ Տեսեք, Աստծո զորությունն է Աստծո խոսքը։ Աստծո խոսքի մեջ զորություն կա։ Քեզ կարա զորացնի քո տկարության մեջ։ Չգիտեմ, Նելի քուրս տեղա թե չէ, չորեքշաբթի օրը խոսում էինք պաշտամունքի ժամանակ, ինքը վկայեց, ասում է, ես շատ հոգնած էի գործի մեջ, ել չէի կարող աշխատեմ, բայց մեկ էլ միանգամից մի հատ երաշխություն միացավ, հոգևոր երաշխություն, իմ ապավեն, իմ վեմ, դու ես իմ վեմը, դու ես իմ ապավենը, ու ասում է այդ խոսքը ինձ ուժ տվեց։ Ու սկսեցի ասում է անկախ ինձանից աշխատել։ Աստծո խոսքը զորություն ունի քեզ, զորություն տալի քո տկարության մեջ, ամեն, սիրելի ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի անգամ տխուր իրավիճակի մեջ էի, այնպես տխուր իրավիճակի մեջ էի, որ արտասվում էի ու հանկարծ այդ երթուղային տաքսում նկատեցի, որ վերևը գրած է Աստծո խոսքը։ Ես եմ քո Տերը, քո հույսը դուր Աստծո վրա։ Յանի են մարդուն, որ իր հույսը դնում է Աստծո վրա, ամեն։ Ու այդ խոսքը ինձ զորություն տվեց։ Այդ խոսքը ինձ այդտեղ զորություն տվեց, չգիտեմ ով էր դա կպցրել, բայց այդ խոսքը ինձ զորություն տվեց։ Աստծո խոսքը զորություն է տալիս, սիրելի ժողովուրդ ջան, հատկություններից մեկը։ Եվ 6-րդ հատկությունը, կենթանի խոսք է ու ազդեցիկ։ Եբրայեցիս 4:12 խոսքի մեջ։ Որովհետև Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր է ամեն երկսայրի սուրից, ավելի կտրուկ է եւ թափանցում է մինչեւ շուչի եւ ոգու եւ ոտնասների եւ ծուծի բաժանվիլ եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները, ամեն։ Տենց բան չկա ինչ-որ մարդ կարողանա հասնել այդ նշած վայրը, շնչի եւ ոգու այդ հոտվածների ծուծի բաժանվիլը։ Տենց ինչ-որ մի բան չկա, որ հասնի, բայց Աստծո խոսքը հասնում է այն վերջերը, այդ մասերը, ու մեր կյանքը փոխում է, ամեն։ Որովհետև ինքը կենթանի է, քան մենք, ժողովուրդ ջան։ Մարդիկ քնում են, մահանում են, բայց Աստծո խոսքը չի մահանում, չի քնում։ Երբ կարդաս ինքը քեզ կկարդա, երբ կարդաս ինքը քեզ կզորացնի, երբ կարդաս քեզ ինքը հույս կտա, երբ կարդաս քեզ, չգիտեմ, կմաքրի, կսրբի։ Դրա համար ավելի կենթանի է Աստծո խոսքը, քան ես ու դու։ Ու Աստծո խոսքը ազդեցիկ է, ազդում է մարդկանց վրա։ Դուք շատ եք լսել, որ ասում է իմ պապը դե ասում էր լավություն արա, քցի ջուրը մի օր դուրս կգա։ Ես լսել եմ տենց մեկի հետ զրուցում էի, տենց որ ասում էր պապս ասում է հացը քցի ջրերի վրա, հետո շատ օրեր դուրս կգա։ Ես էլ ասում եմ ախպերս դա Աստծո խոսքն է։
դա պապը չի ասում, պապը վերցել է Աստծո խոսքից։ Հիմա այս Աստծո խոսքը շատ կարևոր է մեզ։ Այս Աստծո խոսքը իրապես զորություն ունի, կարողություն ունի մեր կյանքը փոխելու, ազդեցություն ունի մեր վրա, ամեն։ Մեկը ասել է փոշոտ Աստվածաշունչը առաջնորդում է դեպի կեղտոտ կյանքի։ Ու մի հատ պատմություն պատմեմ, մի հովիվ է լինում, մի եկեղեցու մեջ։ Այս հովիվը վերցնում է 3 եղբայրների իր եկեղեցու մեջ, որոնք տենց երևացողներն էին։ Ուզում նա տեսնի, այս մարդիկ կարդալու հետ սեր ունեն, ոնց է իրանց ինտերվալը կարդալու մեջ, ինչ ինտերվալով են կարդում, ոնց են անում։ Մի խոսքով ասում է, եղբայրներ, այսօր գնալու ենք ավետարանենք, ձեր սուրբ գրքերը վերցրեք Աստվածաշունչը ու գնում ենք ավետարանենք։ Գնում են մեկի տուն ավետարանելու, հովիվը մի երկու խոսք ասում է ու էլ չի կարող խոսք ասի։ Արդեն իրանք այնտեղ համարները բացում են գրքերը, Աստված այնպես սիրեց այս աշխարհը ու սկսում են սենց ասել, հովին հեր չեն տալի։ Հովիվը սրտի մեջ ուրախանում, այլ ասում է լավ է այս։ Ոնց որ լավ գիտեն Աստծո խոսքը։ Հետո որ վերջացնում է, ասում է եղբայրներ, Տերը ձեզ օրհնի, գրքերը տվեք ինձ, պայուսակս դնեմ, հետո կուզեք կտամ։ Պայուսակն է դնում, գնում են նստում են մեքենան ու բերում է հերթով ամեն մեկին ճանապարհում, բայց գրքի համար բան չեն հիշում, որ գիրքս տվեք։ Ասում եմ 2 ժամ, մեջներից մեկը զանգում ասում է հովիվ ջան, կներես գիրքս մոռացել եմ, ուզում էի կարդայի, տեսա գիրքս չկա, հիշեցի, որ գնացել ենք իրար հետ ավետարության ու քո մոտ ամնացել, քո պայուսակում։ Ասում է շատ լավ եղբայր, կբերեմ կտամ քեզ։ Ասում եմ 2 օր, այն մեկն է զանգում, ասում է հովիվ ջան, նայեցի, հիշեցի, որ գիրքս չկա, խնդրում եմ կտաս, որ կարդամ։ Ասում է պրոբլեմ չկա եղբայր ջան, բերում է այդ գիրքը վերադարձնում է իրան։ Այն մեկը ասում է մի ամիս ձեն չկա։ Մեկ է զանգ է գալիս, այդ տղան է եղնում, ասում է հովիվ ջան, կներես մեղքի մեջ եմ ընկել։ Սենց բան ուզում եմ գամ խոստովանեմ, ասում է ես գիտեի եղբայր, որ դու պետք է մեղքի մեջ։ Ասում է ոնց գիտեիր հովիվ ջան։ Որ ասում է տղա ջան, որովհետև մի ամիս է, գիրքը դի մոտ է ու ձենզուն չես անում։ Դրա համար մեր կարևորությունը Աստծո խոսքի շատ մեծ է, որ մենք կարդանք Աստծո խոսքը, սնվենք Աստծո խոսքը։ Սիրելի ժողովուրդ, սա առաջինը ինձ է վերաբերվում, որովհետև Աստծո խոսքը բոլորիս համար է ու ամեն իրավիճակներ կարա փոխի Աստծո խոսքը, ամեն։ Ոչ ոք, եթե անգամ դու կարդում ես ամեն օր, խնդրեմ քեզ, որ չպարտանաս, որ ասես ամեն օր կարդում եմ, մի օր այնպես կստացվի, որ կտեսնես, որ դու չես կարդացել։ Նաև Աստծո խոսքը կփոխի մեր մտածելակերպը, մեզ բալանսի կբերի։ Մեքենաների անիվները երբեմն տանում ենք, որ ասենք սարքեն, իրանք բալանսի են բերում, դա այսինքն Աստծո խոսքը մեզ բերում է բալանսի։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ 16-րդ խոսք։ Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության եւ հանդիմանության եւ ուղղելու եւ արդարություն խրատելու համար։ Տեսեք ինչ անում։ Հանդիմանություն, ուղղումա, հանդիմանումա, արդարությունա խրատում մեզ Աստծո խոսքը։ Մեր միտքը, մտածելակերպը ուղղում է ինքը։ Ոնց չկարդանք մենք Աստծո խոսքը։ Եթե դու սխալ ես մտածում, սխալ մտածելակերպի մեջ ես ու ուզում ես մեղք գործես, Աստծո խոսքը քեզ ուղղում է։ Իր Սուրբ Հոգով հիշացնում է, որ խոսքը այսպես է ասում Աստծո։ Երբ որ դու կարդում ես, ինքը քո հետ խոսում է Աստծո խոսքը։ Ու դու սկսում ես ճիշտ այնպես վարվել, ինչպես Աստծո խոսքն ասում քեզ։ Ամեն։ Այս վերջերս մի գիրք կարդացի, մի մարդ բանտում, այս մարդը կոմունիստների ժամանակ խալացանքի մեջ է եղնում ու իրան բանտ են նետում 13 տարի, բայց 5 տարի է անցնում, ինքը ոչ մի գիրք չի ընթերցել Աստծո խոսք, ու 5 տարի հետո այդ բանտում նկատում է, որ մեկը ինչ-որ թղթից բան է սարքում, սիգարետ, նայում է ոնց որ ասում է նոր կտակարանի նման էր, մոտենում է նոր կտակարանի թղթերը, բացում է սիգարետները սարքում, թութունը լցնում, ու այս մարդն ասում է, սիրելիս, այս գիրքը վերցնում ասում է, այս գիրքը տուր ինձ, ասում է, չէ, ես էլ եմ կարդում, բայց դե կարդալը որն է, եթե սիգարետ է սարքում, ծխում։
Վերջը այս մարդն ասում է, ես քեզ գումար կտամ, ասում է, դու ինձ այդ նոր կտակարանը։ Այս մարդը գումար է տալիս, իր հացի փողը տալիս է այդ օրվա, չգիտեմ, տալիս է այդ նոր կտակարանը վերցնում է։ Ու ասում է, այդ ինչ ծարավ էր ինձ, այդ ինչ ծարավ էր հոգու։ Այդ ավելի ուժեղ է այդ ծարավը, այդ սովը, քան ֆիզիկական կերակուրներն ու ջուրը, ինչ որ ասեն կերակուր։ Ասում է այդ ձևի չեմ կարող նկարագրեմ ինքը ինչպիսի ապրումներ է ունենում։ Այս մարդը սկսում է դե այդտեղ էլ շատ դժվար էր որ այդ գիրքը վերցնի ու ամեն օր կարդա, դնի իր խցում, տանում է հողի մեջ թաղում է, բերում է նորից կարդում է, տանում է հողի մեջ նորից թաղում է, բերում է ու ասում է սկսեցի անգիր անել։ Համարներ, գլուխներ, սկսում է անգիր անել ինքը։ Այդ անգիրները անում ու սկսում է Աստծո խոսքը մարդկանց խոսալ արդեն, սկսում է մարդկանց այդ խոսքով արդեն ցանի մարդկանց մեջ այդ խոսքը ու շատերը մարդիկ ապաշխարում են, շատերը դարձի են գալիս, ընդունում են իրան որպես հովիվ ու իր հետ վերաբերվում են որպես հովիվ ու սկսում է ինքը շատ սերմեր գցել, շատ պտուղներ տա։ Դրա համար հիմա մեր մոտ այս գիրքը ոնց ասեմ ձեզ, ոնց որ մենք բամբակի մեջերն ենք ժողովուրդ ջան։ Այս գիրքը մեզ մոտ կա, բայց մենք երբեմն չենք կարդում, երբեմն չենք ուսումնասիրում։ Բայց Աստծո խոսքը պետքա թաթախվենք, խորանանք այդ խոսքերի մեջ։ Այդ խոսքերի մեջ կյանք կա, ամեն, բժշկություն կա այդ խոսքերի մեջ։ Նաև շատ կարևոր է որ մենք Աստծո խոսքը վերցնենք ու դավանենք։ Երբ ենք մենք վերջի անգամ Աստծո խոսքը դավանել։ Ես նայում եմ մեկ նայում եմ դերեկպենսի ծառայությունը այդ մարդը որ ամեն անգամ պետք է Աստծո խոսք խոսալ, սկզբից դավանում էր Աստծո խոսքը իր կնոջ հետ, նոր սկսում էր Աստծո խոսքը խոսալ։ Ու ինձ շատ է այդ պահը դուր գալիս, որ ինքը միշտ դավանում է Աստծո խոսքը։ Սա շատ կարևոր է որ մենք դավանենք Աստծո խոսքը, ամեն։ Ինչի համար մենք դավանենք Աստծո խոսքը։ Առաջինը փրկության համար, մեր փրկության համար, որովհետև Հռոմեացիս 10-րդ գլուխ 10-րդ խոսքի մեջ գրված է. «Քանզի սրտով հավատում ենք արդանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար»։ Մենք այսինքն հավատում ենք, սա բանաձև չի, որ մենք ասենք գնում ենք մեկին ասում ենք եղբայր շուտ ասա, ես հավատում եմ, ընդունում եմ քեզ որպես Տեր ու Փրկիչ Հիսուսին ու այս ասում ենք, մտածում ենք այդ մարդը կրկնեց, այս մարդը փրկվեց։ Սա բանաձև չի ուղղակի տենց որ ասենք, սա պետք է սրտից եղնի, հավատալով եղնի։ Երբեմն եղնում է մարդու գնում ենք վկայում ենք, ասում ենք, այս բաները կրկնում է հետո ասում ենք, հավատում ես չէ որ Հիսուսը մահացել է մեռելներից հարություն է։ Տես բան ոնց կարող եղնի ասում է։ Հասկանում ես որ ինքը չի հավատացել։ Ուղղակի բանաձևային արտասանել է։ Մենք պետք է դավանենք, այո, որովհետև մեր փրկությունն է այստեղ։ Դու պետք է դավանես քո սրտով ամբողջ, ամեն։ Դու հավատաս, որ Քրիստոսը հարություն արել մեռելներից։ Հույն բնագրում հոմոլոգեո նշանակում է բացահայտ հռչակել, արտաբերել, այսինքն ասել։ Երկրորդը, առաջինը որ դավանենք փրկության համար, երկրորդը առողջ ու հաղթական կյանքի համար։ Հեսու 1:8 խոսքը։ Հեսու առաջի գլուխ 8-րդ խոսք։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհներին հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Ամեն։ Տեսեք, այս օրենքը, այս խոսքը, երբ որ դու պահում ես ու արտաբերում ես, միտեղ էլ ասում է Առակաց 4:20-22-րդ խոսքի մեջ, որ բժշկություն կլինի քեզ համար։ Այսինքն մեր փրկության համար եւ առողջ ու հաղթական կյանքի համար է։ Երբ որ թագավորը հրաման էր տալիս շոր մեկին, որ հրամանը պետքա գնար ու այդ պատգամաբերը պետքա գնար ու կարդար այդ նա պետքա ունենար այդ բավականին այդ հագուստը պետքա ունենար ինքը պետքա եղներ Աստծո այդ թագավորի պալատից, պետքա ունենար թագավորական հագուստ։ Պետքա թագավորի կնիքը եղներ այդ խոսքի մեջ, այդ խոսքի վրա պետքա եղներ թագավորի այդ կնիքը։ Ու պետքա ինքը ճանաչված եղներ ժողովրդի կողմից, որ ինքը պատգամաբեր է։
Այսօր շատ կարևոր է մենք արդյոք այս խոսքը պահում ենք թե չէ։ Արդյոք մեզ ճանաչում են որպես քրիստոնյա, արդյոք մեզ ճանաչում են որպես այդ Տիրոջ տան պալատից, Աստծո տնից մեզ ճանաչում են, կամ Աստծո տնից դուրս մեզ ճանաչում են ժողովուրդը։ Կհիշեք, որ Աստծո խոսքից երբ որ Սատանան եկավ ու Հիսուսին ուզում էր փորձեր անապատում, Հիսուսը 3 անգամ նրան պատասխանեց. գրված է, գրված է, գրված է։ Դավանեց մեր Տերը, դավանեց։ Պատկերացրեք, Սատանան է գիտի Աստծո խոսքը, հետո ինչ։ Այսօր շատ падգամավորները գիտեն Աստծո խոսքը, հետո ինչ։ Կարևորը իմանալը չի, կարևորը պահելն է։ Խոսքը պահող եղնեք, ամեն։ Ինչ կտա մեզ, եթե մենք խոսքը չենք պահում, բայց մենք դավանենք Աստծո խոսքը։ Ոչինչ չի եղնի մեր կյանքում։ Դու պետք է ապրես այս կյանքի մեջ, ապրես այս խոսքով ու Տերը գործի, ամեն։ Հակոբոսն ասում է խոսքը անող եղեք, ոչ միայն լսող, այլ անողներ եղեք։ Շատ կարևոր բաժին է, սիրելիներս։ Այսօր շատերը լսում են, շատերը կարդում են, շատերը խոսում են, բայց պահողներս քիչ ենք։ Մենք պետք է պահենք Աստծո խոսքը, ամեն։ Լսենք ու անենք։ Մի քանի օր առաջ այս պատերի վրա գրած էր Իրանի այն մարդուն, որ Աստծո խոսքի բերանից դուրս եկած խոսքը կպահի։ Նմանապես ման էր գրած։ Ես անձամբ չեմ հիշում տենց մաստարտար ինչ էր գրած, բայց մոտավոր գաղափարն այս էր, որ Իրանի այն մարդուն, որ Աստծո խոսքը կպահի, կլսի Աստծո խոսքը ու կպահի Աստծո խոսքը։ Իրանելի ես դու, երբ որ լսես ու պահես։ Ինչպիսի վերաբերմունք մենք պետք է ունենանք Աստծո խոսքի նկատմամբ։ Առաջի բանը հավատալ ու վստահել Աստծո խոսքին։ Հավատալ ու վստահել։ Աստվածաշունչն սկզբից սկսվում է Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Աստված չի փորձում ապացուցի, որ Աստված ինքը կա։ Ինքը ստեղից է սկսում։ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Մենք պետք է հավատանք։ Մարդկա չի հավատում, իր գործն է, բայց մենք պետք է հավատանք Աստծո խոսքին։ Սա ճշմարտություն է։ Աստված հենց սկզբից խոսեց ու հենց սկզբից էլ արարչագործությունը տեղի ունեցավ։ Երկրորդը ինչն է, ինչ վերաբերմունք պետք է ունենք, կատարել Աստծո խոսքը։ Երրորդը չավելացնել ու չպակասացնել Աստծո խոսքը։ Դու կարող ես գնաս ու խոսաս ու պակաս լինես ինչ-որ բանից ու սկսես քեզանից ինչ-որ բան ավելացնել, չէ, սիրելիս, մի ավելացրու Աստծո խոսքին, բան մի ավելացրու։ Ինչ որ գրված է Աստծո խոսով խոսա։ Ինչ որ գրված է սրանով բավարարվիր։ Մի պակասացնիր, մի ավելացնիր Աստծո խոսքը, ամեն։ Եվ մի եղբայր է գրել, չգիտեմ եղբայրը թե քույր է գրել, բայց Աստծո մարդ մի բան է գրել այսպես, ես փորձեմ կարդամ։ Աստվածաշունչը հաց է սովածին, դեղ հիվանդին, մխիթարություն վշտացած սրտին, պատասխան հոգսաշատ կյանքին, հույս անհույսին, իմաստություն անխելքին, համարձակություն վախկոտին, սրբություն մեղավորին, ճանապարհ մոլորվածին եւ վերջապես կյանք մեռածին։ Ամեն։ Ղուկաս ավետարանը բացենք, սիրելի ժողովուրդ ջան։ Տեսեք ինչքան լավ խոսքեր կա, ինչ խոսքերը ինչ են տալի Աստծո խոսքերը մեզ։ Ոչ չսնվենք Աստծո խոսքով։ Ոչ չկարդանք Աստծո խոսքը, ոչ չկատարենք Աստծո խոսքը, որ մեզ կյանք են առաջնորդում։ Աստված ասում է՝ մահը եւ կյանքը դրել եմ քո առջև, դու ընտրիր։ Այս խոսքերը երբ որ կանես, կյանք են քեզ, երբ որ չանես, մահ է։ Ղուկաս 10-րդ գլուխ 38-րդ խոսքից կարդամ։ Երբ գնում էին, Հիսուսը մի գյուղ մտավ, եւ մի կին, որի անունը Մարթա էր,
նրան ընդունեց իր տանը։ Գիտեք ինչ, ընդունեց իր տանը, մենք էլ մի օր, ամենքս մի օր ընդունեցինք մեր Տիրոջը, մեր սրտի մեջ։ Ամենքս է բացեցինք մեր սիրտը Տիրոջ առաջ, ընդունեցինք, հավատացինք իրան։ Նա մի քույր ուներ, Մարիամ անունով, որ նստեց Հիսուսի ոտքերի մոտ ու նրա խոսքերն էր լսում։ Իսկ Մարթան շատ զբաղված էր սպասավորելով։ Նա եկավ ու ասաց. «Տեր, քեզ հոգ չէ, որ քույրս ինձ մենակ թողես ծառայելու։ Արտասա դրան, որ ինձ օգնի»։ Հիսուսը պատասխանեց ու նրան ասաց. «Մարթա, Մարթա, դու հոգս ես անում եւ շատ բաներով զբաղված, բայց մի բան է հարկավոր, եւ Մարիամը լավ բաժին է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի»։ Այլ թարգմանությունով գրված է բարի բաժին։ Հիմա նայեք, Մարիամը նստել է Հիսուսի ոտքերի մոտ ու լսում է։ Մարթան զբաղված է։ Եթե մենք եղնեինք, Հիսուսի տեղը մի պահ մենք եղնեինք, պատկերացնենք, մենք կցանկանայինք, որ ինչ-որ համ մեզ հյուրասիրեն, համ մենք խոսանք, այս միաժամանակ այս երկուսը իրար հետ կատարվեր։ Կցանկանայինք, որ մեզ հյուրասիրեին։ Բայց Հիսուսը ստեղ կարևորում է, ասում է թող այդ ամեն ինչը, արի դու էլ լսի Աստծո խոսքը, թող այդ ամեն ինչը, որովհետև Մարիամը ընտրել է բարի բաժին, լավ բաժինը մի թող, բաց մի թող, այս բաժինը քեզանից ոչ ոք չի կարող առնի, Հիսուսը կարևորում է այստեղ շատ այս բաժինը։ Գիտեք ինչ, երբեմն եղնում է ծառայողներ, որ իրանք ծառայության մեջ անընդհատ զբաղված են ու անգամ մարդկանց էլ են զբաղեցնում այդ ծառայության մեջ, բայց չունեն, ասենք, իրանց կյանքում այդ ոտքերի մոտ լսելը, աղոթքը, անհատական գիրք կարդալը։ Եթե դու ծառայում ես, եթե մենք ծառայում ենք ու մենք չունենք մեր անհատական աղոթքը ու խոսք կարդալը, իզուր այն ծառայությունները։ Դու ծառայում ես, գնում ես, գալիս ես, բայց զբաղվածությունը քեզ խանգարում է, դու մի օր կհպարտանաս դրա հիման վրա։ Դու կհպարտանաս, կասես, ես եմ ծառայում, ինչպես Մարթան, հոգը չէ Տեր, որ ես եմ անում սաղ իմ վրա է, սաղ ես եմ անում, թող ինքն է գա ծառայ, խի չէ նրանք է ծառայեն։ Սա հպարտություն կտանի։ Բայց Տերը ստեղ կարողում է, թող այդ ամեն ծառայությունը սկսվում է իմ ոտքերից, ամեն ծառայություն ինչ որ կանենք սկսվում է Հիսուսի ոտքերից, խոնարհվելով նրա ոտքերի առաջ, ամեն, լսելով նրա խոսքը, նրա հետ սերտ հարաբերության մեջ ունենալով նրան քո մեջ, որ դու ունենաս քո անհատական աղոթքը, երբ որ գնաս դու տուն, ունենաս քո անհատական աղոթքը, չգա Կիրակից գաս լսես ու գնաս, այդպես ոչ մի հոգևոր աճ ու բան չի եղնի քեզ համար լավ բան։ Քեզ պետք է որ դու կարդաս, թաթախվես Աստծո խոսքի մեջ ու լսես, որովհետև Հիսուսը ցանկանում էր, որ Մարթան է թողնի այդ ամեն ինչը եւ գա լսի Աստծո խոսքը։ Այսօր Տերը ուզում է, որ քո զբաղվածությունը թողես, միգուցե դու զբաղված ես եղել, միգուցե դու կարդացել ես ու ժամանակին հիմա չես կարդում, միգուցե նոր ես սկսել կարդալը, սկսի թաթախվել Աստծո խոսքի մեջ, սկսի ուտել ես խոսքերը որպես հաց, որպես կերակուր։ Մենք նոր կարդացի, որ սա հաց է սովածին ու շատ բաներ նմանապես։ Սա կարա փոխի քո կյանքը, սիրելի ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը ու ազդեցիկ է ու զորավոր է, մենք շատ բաներ կարդացինք Աստծո խոսքի հատկություններից։ Տերը ասեց, որ արի Մարիամը ընտրել է լավ բաժին, դու ինքդ էլ պետք է ընտրես այդ բաժինը։ Ես էլ պետք է ընտրեմ այդ բաժինը, որովհետև այդ բաժինը ոչ ոք քեզանից չի կարող առնի։ Քո ծառայությունը միգուցե այսօր ծառայես, վաղը չծառայես, բայց այս խոսքը քեզանից ոչ ոք չի կարող տանել։ Այս խոսքը կյանք է քեզ համար, այս խոսքը քեզ բժշկություն է, քեզ զորություն է։ Վերցրու այդ բաժինը, ընտրիր այդ բաժինը Հիսուսի ոտքերի մոտից, որ սկսես այս ամեն ինչը։ Մի բան թող չպակասի քեզանից, ինչպես Հիսուսն է ասում է, Մարթա, քեզ մի բան է պակաս։ Այլ թող դու լինես այն մարդը, որ գա Հիսուսի ոտքերի մոտ ու կասի Տեր ուզում եմ քեզանից առնեմ, Տեր ուզում եմ լսեմ քեզանից քո խոսքը։ Եվ ինչ պետք է մենք արդեն կարդալով Աստծո խոսքը, ինչ պետք է
հաշվի առնենք ընդհանուր տեքստը, մշակույթը, համեմատել այլ գրքերի հետ, օգտվել նաև այլ աստվածաբանական գրքերից, մարդիկ կան, ովքեր իրանք ուսուցիչ են, վարդապետներ են, գրքեր են գրել, կարող եք օգտվել այդ գրքերից նաև, որ ձեզ աճ տա, հոգևոր աճ տա, չի կարող եղնի մարդը գա անընդհատ գա ու գնա ու չունենա աճ, որովհետև երբ որ գալիս ես ու դատարկ գնում ես ու նորից գալիս ես Կիրակի առանց քու անհատական խոսքը ընդունելու ունենալու, գալիս է քու կյանքում մի պահ, որ տեսնում ես դու նույն տեղում ես։ Սա Աստծո խոսքն է, հավերժական սա Աստծո խոսքն է, հաստատված սա Աստծո խոսքն է։ Սա լոգոս խոսքն է, բայց մի խոսք կա, որը հայտնության խոսք, որ քեզ է պես։ Դա ռեման է, քեզ է պետք այդ խոսքը, ռեմա խոսքը, որ դու պետքա առնես քեզ։ Եղել է շատ ժամանակ, որ դու կարդացել ես ու հասկացել ես, այս քարյակը այս ինչ ձևի սրտից մեջ կպավ։ Դա Աստված քեզ բացեց այդ։ Այդ ռեմա խոսքը Աստված քեզ տալիս է, որ դու սոված չմնաս։ Հիսուսն ասա ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո բերանից եկած խոսքով, ամեն։ Սա Աստծո խոսքն է, սիրելիս, սա Աստված թողել է քեզ։ Մի պատմություն էլ միշտ ես պատմում եմ, սա ասում եմ, մի մարդ ոնց որ իր կյանքը դնի իր ընտանիքի համար, այս մարդը դնում է իր կյանքը իր ընտանիքի համար ու տղային մինչ այդ կտակը թողում, որ տղան մեծանա ու կարդա այդ կտակը ու տեսնի, որ ինչի համար իր կյանքը դրեց, ով է իր թշնամին եւ ոնց կարող է իր թշնամին իրանց վնաս տալ եւ ոնց կարա ինքը պաշտպանվի։ Ու այս տղան մեծանում է։ Մայրը ասում է տղաս, հայրդ քեզ կտակա թողել, կարդա։ Ասում է մամ ջան, ես իմ պապային շատ եմ սիրում, բայց չեմ կարդում։ Այսօր շատերը կան, ասում է մենք Տիրոջը սիրում ենք, մեր Աստծուն սիրում ենք, բայց չի կարդում այդ մարդը։ Ասում եմ Աստվածաշունչ կարդում ես չէ։ Բա Տերը քեզ կտակա թողել, նոր կտակ։ Կտակարանա թողել քեզ, որ դու կարդաս, ճանաչես թշնամուն, որ դու կարդաս ամբողջ եղելությունը իմանաս Հիսուսը ինչի խաչվեց, ինչն էր պատճառը, չէ որ քո իր մեծ սերն էր պատճառը, որ դու այդ ճանաչես թշնամին ոնց կարա հարձակվի քո վրա, թշնամին ոնց կարա քո հետ վարվի։ Բայց Աստված ցանկանում է, որ դու կարդաս իր խոսքը, լուսավորվես իր խոսքով։ Եվ շատերը այսօր այդ տղայի նման ասում են մենք սիրում ենք մեր Տիրոջը, բայց չեն կարդում այդ գիրքը։ Սատանան ինձ ու քեզ ինչի է ուզում նվաստացնել, ինձ ու քեզ ինչու է ուզում ջարդել, կոտորել, խայտարակել, չգիտեմ ինչպես ասեմ, որովհետև մենք ստեղծված ենք Աստծո պատկերով։ Դու Աստծո պատկերով ես ստեղծված եւ նա չի կարող սատանան Աստծուն ինչ-որ վնաս հասցնի, այլ նա անում է վնաս ինձ ու քեզ, Աստծո պատկերին, ինձ ու քեզ, որ մենք Աստծո պատկերով ստեղծվեցանք։ Դրա համար եկեք սիրելիներս, մենք Աստծո խոսքը ամուր բռնենք, որովհետև սրա մեջ բժշկություն է, սրա մեջ մեզ առաջնորդում է կյանքի, ամեն։ Չեղնենք այս տղայի նման, որ ասենք սիրում ենք մեր Աստծուն, սիրում ենք մեր հորը, բայց չեմ ուզում կարդալ։ Եկեք կարդանք այս կտակը, եկեք կարդանք այս կտակարանները, հին եւ նոր։ Սա մեզ համար է թողված։ Որ դու ճիշտ մտածելակերպ ունենաս այդ ճանապարհը, որ մենք գնում ենք դեպի երկինք, որ կարողանանք ճիշտ ճանապարհի նշաններով գնանք, որպես նշաններ ճիշտ կիրառենք մեր կյանքում։ Շատ ժամանակ պատկերացրեք, որ գնաս ճանապարհ, միտեղ գնաս ճանապարհ ու նշաններ չլինի, դու չգիտես ուր ես գնում արդեն։ Դու չես կարող կողնորոշվես, ոնց գնաս այդ ճանապարհը, ոնց անցնես, որովհետև ճանապարհի նշաններ չկա։ Բայց երբ որ ճանապարհը նշաններ ունի, դու հեշտ կասնես տեղ։ Այսօր Տերը թողել է այս նշանները մեզ, որ մենք գնանք այդ ճանապարհով, ու այս նշանները մեր ուղեկցեն դեպի Իրան, որ աճենք, ամեն ու գնանք այդ ճանապարհը։ Տերը օրհնի ձեզ։